Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ քաղաքի ազատության 7, 9 և 11, ինչպես նաև Գանձակ բնակավայրի Պետրոսյան, Աղայան, Սունդուկյան, Մեծ Արենց, Հաղթանակ և Բատիկյան փողոցներում միջին և ցածր ճնշման գազատար է կառուցվում։ Գավառ քաղաքում աշխատանքներն արդեն ավարտվել են, Գանձակում դեռևս ընթացքի մեջ են։ Գավառ ԳԳՄ-ն ընդհանրապես տեխնիկական հսկողության որակի եւ անվտանգության հսկողությունն է իրականացնում, ամբողջ ֆինանսական ծանրաբեռնվածությունը կատարում է Գավառի համայնքապետարանը։ Մենք 2000 թվից տեղափոխվել ենք ստե ու մենտորի իշքամ ղեկավար փոխվելա մենք դիմեր ենք, խնդրեր ենք, որ գազաֆիկացնեն։ Ես կողրած պարոն Մարտիրոսյանին եմ դիմե, կորամոսեմ երևի առաջին մորցներ, որ խոստացավ ու իր խոստումը կատարեց։ Գազը որ կորտեն կմիացնեն, ջերուցումը կունենանք, շատ լավ, մաքուր ու յուտնի։ Շնորհակալ ենք օրողներից, կապիտարանը, որ դրեց ժողովրդի մարիս քան մտածում,ոնոմա, էսի շատ մեծ բան է։ Գավառ քաղաքում ընդհանուր 861 մետր հատվածում պողպատյա հենարանների վրա կառուցվել է վերգետնյա գազատար։ Այս շինարարության համար համայնքի բյուջեից 15 միլիոն 800 հազար դրամ է հատկացվել։ 23 միլիոն 800 հազար դրամ էլ կարժենա Գանձակի 1400 մետր գազատարի շինարարությունը։ Ծակերը անում ենք նորմալ, մաքրում ենք մեջինը, բետոնացիան անում ենք, հենասուները տնկում ենք, մնում է չորանում է, հետո այս գիծը փռում ենք, դրանից հետո գնում ենք բաները, թռիչքային մասերը, համարյաստն էլ ավարտին ենք ասցնում քիչ-քիչ։ Դες ինչ որ հրաշք է, հենց հրաշք էր, որ գազը պերին քաշին, մենք արդեն ուզում ենք, որ գազ կվառենք, մենք էլ բաքսը կմիացնենք։ Մենք շուրջ 10 տարի այստեղ ապրում ենք, բայց գազ չունեինք։ Շատ դժվար էր առանց գազի։ Հիմա շատ ուրախ ենք, որ արդեն գազը պետք է լի, արդեն պետք է անցկացնեն բնակարաններում։ Շնորհակալ ենք, որ գծի կառուցումը կազմակերպվեց։ Քաղաքապետից շատ շնորհակալ ենք։ Գազատարերի շինարարության ծրագրում ընդգրկված տարածքները երբևէ գազիֆիկացված չեն եղել։ Այժմ այս թաղամասերի բնակիչները եւս կարող են օգտվել կապույտ վառելիքից։ 30 տարուց ավել մենք դիմել ենք, որ գազ քաշեն։ Չի եղել։ Ինչ ճանապարհների դիմել ենք, չեն արել։ Մարտիրոսյան Գուրգենին դիմեցինք, հալալնի բերեց, սարքեց։ Այս թաղում եմ ապրում արդեն ծնվածս օրվանից 20 տարի։ Այս թաղում չենք ունեցել գազ, հիմա ունեն գազ, դրա համար շատ շնորհակալ ենք մեր քաղաքապետարանից, հանձինս պարոն Մարտիրոսյանից։ Հնարավոր բաժանորդները այս պահի մոտավորապես 18-20 են, բայց նաև ունենք պոտենցիալ բաժանորդներ, ընդլայնվող տարածքներ են, դրանք իմ ասած 30-ից էլ շատ կլինեն հետագայում։ Գավառի մասնաճյուղի գլխավոր ճարտարագետը տեղեկացնում է, որ գազատարերի շինարարության ամբողջական ավարտը նախատեսված է տարեվերջին։ Ալբերտ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Եղամա օր։